Բենյամին համայնքում ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրված Մուրադ Գրիգորյանին ընդունեցին ինչպես իրենց հարազատ զավակին։ Գյուղերում հանդիպումները ցույց են տվել, որ մեր ժողովրդի ինֆորմացիայի լուրջ կարիք ունի։ Այդ տարիներին Հոլանդիայից ներկրված կարտոֆիլի սերմացուն ընդդիք պետք էր տալիս։ Ավելի ճիշտ է մոդարը։ Ճիշտ է։ Գյուղնախարարության չինովնիկները սկսեցին քիչ-քիչ մասնավորեցնել այդ ներկրումը, մոնոպոլիա դարձրեցին, արդյունքում բերեցին էժան, ընդեղից էժան, հաստատ գիտեմ, որ ստեղ դարձրել են դոլարով ու եվրոյով մի կիլոգրամը։ Էժան ու վարակված սերմեր մեր սա հողերը վարակել են, այդ հողերը, վարելահողերը, ընդրսևահողերը, տասնամյակներով այդ տոքսիկ նյութերով այդ վարակը չի մաքրում։ 85 միլիարդ դրամ 3 տարվա ընթացքում վերջի Շիրակի մարզում գումար է եկել, ներդրումներ, էլ ոռոգման համակարգ, էլ չգիտեմ, ինֆրաստրուկտուրաներ, զավեշտալ բաներ, տեխնոպարկ, ազգային պարկ, չգիտեմ ինչա պարկ, պատգամավորը լծակ ունի վերահսկիչ պալատկա, որի միջոցով կարող են այդ թալանի շորտելու իրենց այդ անհակ ցանկությունը սանձել, կարգի հրավիրել։ Բյուջեի ծախսայի մասին ամենը 4% ստուգեցին 8 միլիարդ դրամի խախտում հայտնաբերեցին։ Եթե 100% ստուգեին, դա կաներ $500 միլիոն։ Բա 500 միլիոն գողանում եք տարեկան, այս ժողովուրդը գաղկադանա, բա ինչ կա։ Մարդկանց պարտադրում են քվե։ Այս կան 100 ծային, 200 ծային, ազատանում ասել են 2000 ծային։ Քվեն, ամեն մի քվեն մի անձ է, մարդ է, իր ինքնասիրությամբ, իր տեսակետով։ Քվեն ապրանք չէ, որ ապտավոյ մեծածախ ձևով կլինի համայնքապետ, թե կլինի դպրոցի տնօրեն, խոստանա ու բաժանը։ Մեր մտահոգությունը սեփական բարեկեցություն, սեփական կարիերա անելու համար չէ։ Ես կհիշեմ մեր հարցերի նախագահ Սերժ Սարգսյանը, որ պաշտոնական հայտարարություններ են, որ ապրիլ-մայիս ամսից էժանացում բդենի։ Խնդրեմ, հասի 100 գրամ ելերը 150 դրամ։ 100 գրամ 150 գրամ հասը, որը չգիտեք, դուք քաղաքի ապրող ժողովուրդ եք, որը չգիտենք, որ այսպես թանկություն օրեր տա։ Եթե մի խոսք կա ողնում էր որոշ անուշ անձավորներին կսեն, որ եթե հասի թանկացում եղավ, ուրեմն պետք է կռի վերնի։ Այդ մարդիկ են, տարիքի մարդիկը կսեն, որ հասի թանկացում է, սարնեք վախենան։ Սարնել է պատրաստմա ու սարսափից կթողան կփախնին, որն էլ աղքատության պատճառով թողան կփախնին Հայաստանից։ Հերոսատեսությամբ երևում է, որ մեր երկրի նախագահին այն մի երկրից են կանչում, հետ է գալիս կանչում են մյուս երկիրը, որ այն երկրները, որ կապ ունեն Ղարաբաղի հարցի հետ։ Ու օրեգան Աստված մի արած է, բայց պես է ստացվում, պես չկա պես շաբաթ, որ մի հատ երեխու խաբար չստանանք։ Լավ է ժողովրդին թալանել են, լավ իրենք 15 տարի իշխել են, բայց գոնե այդ հարցը չփակեն, որ մարդ իր երեխուն Ռուսաստան փախցնելը չհամարի փրկություն։ Ես անձամբ զգում եմ, որ մեր երկրից փախուստն է այստեղ։ Պայքարում եք, ես այդ պայքարեմ գյուղից չփախնենք, անձինս ես։ Ինչքան կարելի է, յուրաքանչյուր մեկը ես երկու տղաներ եմ, երկու տղաս եմ Ռուսաստանում։ Իսկ ես նրանց բերե պայել եմ, որ այսօրվա դրությամբ իմ տարիքի հետ համապատասխան ես իմ թողնի դերը բռնած, գայ ես այդ գյուղի մեջ չմստեի։ Իսկ իմ տղաները Ռուսաստան են։ Երկուսն է բարձրագույն ավարտ, աշխատանք չկա։ Անմիջական զրույցից հետո բնակիչները մեկ առ մեկ մոտենալով Մուրադ Գրիգորյանին իրենց բարեմաղթանքներն էին հղում։ Ով որ կհավատա իմ խոսքի անկեղծությանը, ով որ կհավատա մեր համարձակությանը, ով որ կհավատա, որ մենք ձեզանից մեկն ենք, նույն տեսակն ենք, այս նույն հողուճերից, նույն խնդիրներով, նույն պրոբլեմներով, նույն մտահոգություններով։ Մեր հայրը կուտանքի, որովհետեւ Իսկ արդեն վերջում բոլոր իրենց համակրանքն էին հայտնում հաղթական երթ մաղթելով ազգային ժողովի պատգամավորության թեկնածուին։